Սիրլույս ես պոլորիդալ, դեր և պրգիչ Հիսուս Քրիստոսյանով պոլորիդալ գտայել և ուրախ եմ, որ այսօր հոս եմ ձեզ ետ եմ, անձյապյագի չի գրծանք ուրիշ պատճարավ, բայց պարկ ուտանք աստծո, որ այսօր ձեզի հետ եմ, ինձ համար մեծ ուրախություն եմ ձեզ հետ ունալ, ուղագի դսկան դարբերորդություն եմ ինձ համար այսօր քիչ մի գալուխ ելած էի դունեն, քիչ մի ժամանակ կար, կես ժամի չափ ժամանակ կար, ուրեմն սի որ մեկ հատ անցել երեք միության ժողովում ունեինք Zoom-ով, սի մեկ հատ իմելը լրգեմ, հոն նստեցա իմելը լրգեցի պաների, քրեցի լրգեցի ուղագի, հետաքրքիր պամներ, նույնտներ որ պետք է սել պրորի գացերում, ուրեմն երեք հատ երդասարդ եկան, վրան թաթու, ամեն դեսակ թաթուներով, պանրով, խովս ճիշտ նստան, պարլույս ինձ, ես ադսի պարլույսս իրենց, ասի ինչ կուզեք, սուրջ կուզեք, լավ կլա սավ սուրջ մարեսնի, երեք տան դեսա եկան սուրջ արին, իրենց համար սուրջ դվի, և սավ ուր ասանք, կեղեցի կակերը սուր գերտաց կորսի, ասի որ եկեղեցի գերտան որ ես, Սա մեզյալ դարքու եկեղեցիդ կուզենք, ասի չեք հասկնար, իմ եկեղեցիս հայերեն խոսին, թուք հայերեն չեք գիտեր, անգլերեն եկեղեցի մեզ կաղոտեմ ձեզ համար, ասի թուք անգլերեն եկեղեցի մկացեք կդեք և երեքան կուզեին եկեղեցի երթալով։ Ինչու կուզեին, ձեզի ատար բացադրեմ, սա մեզի ինչու սուրջ կարանց, որ ասի ձեզի շատ կսիրեմ, the way you are, ինչպես որ եք թատուներով վրանքով, Սա կատպրես շույն սավենզի, ասի ես ալ 50 դարար աչ 76-ին ձեզի պես էի, ասված ինձի եղածից պես սիրեց ասի, ես ինչու չի սիրեմ ձեզի եղածին պես, եղածին պես, ինչպես մերկերով, հանցանքներով, լեցուն, ասված ինձի սիրեց, թուկար ասի, արժանի եք, սերի, սա ինձի ծեր եղածին դար, ասակ արակում, մեկ պարեր, երկու պարեր խոսծա։ Ուրեմն այսօրվա իմել, որ բրգեցիք, որով եկեղեցիանում միության երեկվա Zoom-ին պատճառավ, ուրեմն Ջամբզդիկյան անով չեմ դերցեզ նով կիդերեն պանը, Նիջերսի եկեղեցիում հատնաբեդել են, ուրեմն չեր կրնար խոսել և չեր կրնար աղոթել, երկարատեն աղոթեցինք և երեք Zoom-ին մեջը սկսավ աղոթել, սկսավ խոսել, Նայինց ասան ուրախացա աղոտված էին անշուշտ իրեն, աղոտքի բասխան դեսա, որ ինքը ոչ թե միանք խոսի, որ ուրիշներուն համար և կաղոթե, որ ուրիշներուն համար։ Պարկ աստծո ասի, երբեմն ես ալ որդմեցա, իմ հավատքս ավերցավ, ինչու իմ հավատքս ավերցավ, անշուշտ սուր կիրքին խոսքին համատ հավատքը լսել ասո խոսքեն, կավեննա, բայց երբեմն հավատքը ոչ թե կավեննա, կզորանա, կհաստատվի, ինչպես։ Երբ որ Հովանես Մկրտիչը կասկածություն ունեցավ Տեր Հիսուսի մասին, որ թունես կամ ուրիշ սպասենք, Տեր Հիսուս մի քանի հատ հրաշքներ ռավ, երևի։ Եվ իրեն աշակերտներն ասավ, կացեք ասեք, ասի գույրերը կաղել և այլն, բոլորը կփեշվի նոր։ Հրաշքները տեսավ է Հովանես Մկրտիչը իր հավատքը ավելի հաստատեցավ Տեր Հիսուսի վրա։ Սա այսօրվա իմելը սա դեր, եթե ցեզ միության մեջը դաս մեկ Աշոտ եղբայրը կարդացել էր այդ իմելը և հարցուցի ես ինչպես է հիանալի ես։ Աշոտ եղբայրը լավ է ասել է իմ բարոնս, ինչ որ ես խոնար կսորվեմ, պատերի միշտ կսորվեցել է, մենք սորվերը պետք ունենք։ Ուրեմն այսօրվա պարկոտանք, այսօրվա բաշտամունքին համար, որ պատրաստ ենք հիմա աստված բաշտելու, դերոջը ներկայությունը վայլելու։ Հիմա պիտի ես սկսեմ կարդալ մեկ հատ Սաղմոս 23-ը և ատկի վերջը արիթը բաղվելի Աշոտ եղբայրի գիտան, որպես ինք աղոթքով առաջնորդ է և մանջողում։ Սաղմոս 23 Դերը իմ հովիվս է, ես պանիմը կարոտություն պիտի չունենամ։ Զիս խոդավետ արոտներու մեջ կբարգեցնե հանդարտ չուրերունքով ինձի կարաշնորդ է։ Հոգիս կնորոք է, իր անվան համար արդարության ճամփար մեջ կարաշնորդ ինձի։
թեև մահվան շուքին ծորին մեջ նանվդիմ, չարեմ, բիլի, չվախնամ։ Վազնձի թունինձի երես, կոչովը դու կավազանդ, անոնց իսպր բիլի մխկարեմ։ Սագան կպատրաստես, սեղան կպատրաստես իմ արջևս, իմ թշճանոշ դիմաց, իմ քրոխոս յուղով գոձես, իմ պաջակս խիստ էցուն է, հիրավի պարարությունը ու օրնությունը ինձ ետ բիլիքան։ Կյանքիս բոլոր օրերուն մեջ, շատ օրեր դերոջը դունը պիտի բնակի։ Հիմա ժամները մեր աշխոր եղբորը, եթե նգադի արիք, շատ լավ կկարտամ, որ աչքս լավացել, շատ լավ է, պարկ դերը ճանան հրաշքն է, որ կուզեմ ծեզ էտ պայժանցել, դերորդ է ծեզի։ Ամեն շնորհակալ ենք արշակ եղբայր, եկեք կանգնենք ոտքի միասին աղոթքով Տիրոջ առջև գանք և մեր սրտերը պատրաստենք պաշտամունքի համար, երգի համար, աղոթքի և իր խոսքը լսելու համար։ Փառավորյալ Հայր, մենք շնորհակալ ենք քեզանից, որ մեկ շաբաթ ևս մեզ կյանք տվեցիր, ահա քո տան մեջ, քո առջև ենք կանգնած, խնդրում ենք օրհնես բոլորիս, եկել ենք փափագով, եկել ենք հավատքով, որ մեր կարիքները պիտի հոգաս, եկել ենք որպեսզի գոհունակությամբ քո առջև կանգնենք, միասնական քեզ փառաբանենք քո բազում բարիքների համար։ Օրհնես ներկաներիս, հիշես բացականերին, մասնավոր հիշես մեր սիրելի Ներսես եղբորը, մեր հովին, իր ծառայության մեջ Հայաստանում և ցանված սերմերը առատ պտուղներ թոտան, մանավանդ մանուկների կյանքից ներս։ Սիրելի պատվական Հայր, հանձնում ենք քեզ ողջ պաշտամունքի ընթացքը, փառավորվիր հիմա և հավիտենական դարեր, ամեն։ Կարող եք նստել և մեր սիրելի Արման եղբորը խնդրում եմ ինձ օգնի։ Էլմաջյան երկարանների շատ գեղեցիկ երգ ունեն, Տիրոջ կվստահիս կյանքիդ մեջ բոլոր, գիտեք չէ բոլորս է։ Կարծում եմ բոլորս է կտեսնենք։
ավելի կթափե օրդություն եւ անավելի եւ անավելի որ կյանք ունենաս դուն եւ անավելի եւ անավելի որ կյանք ունենաս դուն եւ անավելի եւ անավելի որ կյանք ունենաս դու եւ անավելի որ կյանք ունենաս դու եւ անավելի Ամեն Շնորհակալ եմ Արմանի ջան Երբորդնի Շարունակենք երգել ևս մի քանի երգ, միասին։ Այսօր հատուկ վիդեո ունենք նայելու Հայաստանից, մեր սիրելի Ներսես եղբայրը ուղարկեց։ ԵՒս Էրմաջան երգարաններից է Ճամփան սուղեր ժամանակ մեր մեջ կանգնած այն նոր քացրալու կրսեք ինձի եկու ինչքաց պիտի լաչվա և հրգիչ չեզի հետ միանա և հայել դեմ դին լույս նաշել մեր երկնային տանել իր գուտնամբավ է և սերնամբու զայն մենանդյավը իչնատվան է մի վարամիկ եկեր ինչքաց պիտի լաչվա և հրգիչ քեզի հետ միանա և վայել է դեմ իր լույս նաշել մեր երկնային տանել Լույս նշել մեր երկնային տանել Այո ինչ հրճվան և վայել կա երկին և որ լաստենք Անդիրատել ու է ապելու Իմ անսան ձայնին լանքը նազար Մենք հարկրներ գրավել սիրալու, դեր կկանչե եկու Որ ինչքաց պիտի լաչվա, երբ հրգիչ քեզի հետ միանա Երբ վայել է դեմքի լույս նաշել, մեր երկնային տանել Որ ինչքաց պիտի լաչվա Երբ հրգիչ քեզի հետ միանա Երբ վայել է դեմքի լույս նաշել մեր երկնային տանել Երբ վայել է դեմքի լույս նաշել մեր երկնային տանել Ճիշտ առավոտյան երգա չէ, արթնացնող չէ, սրան նախորդ երգն էլ հետաքրքիր էր և ալավելի, սիրում եք այդ երգը,
Այդ երկը մեր մոտ երկեցի, եղբայրս մեկ եկավ ասեց, այդ Ադամի երկն է, Ադամն է գրել, ասի, որ Ադամ ասեց, սուրբյուրքի, ասի ինչի ասում, որտեղ ասում է, Եվա լավ էլի, որ կյանք ունենամ ես, Եվա լավ էլի, Եվա շատ լավ, շարունակենք երկել, ուզում եմ մոտենալ քեզ Հիսուս էլ ավելի։ Ուզում եմ մոտենալ քեզ, Հիսուս էլ ավելի, ուզում եմ ճանաչել քեզ, Հիսուս էլ ավելի, ուզում եմ մոտենալ քեզ, Հիսուս էլ ավելի, ուզում եմ ճանաչել քեզ, Հիսուս էլ ավելի, որքան մոտենում եմ քեզ, այնքան մեծ ես դու, որքան ճանաչում եմ քեզ, այնքան հասկանում եմ, որ սեր ես դու, որքան մոտենում եմ քեզ, այնքան քաղցր ես դու, որքան ճանաչում եմ քեզ, այնքան հասկանում եմ նորովի քեզն եմ, որ սրբությունը քո չի բաժանում ինձ քեզնից, այլ ընդունում ես ինձ, և չես մերժում ինձ քեզնից, ճանաչեցնում ես ինձ, որ սեր ես դու, գտած ողորմած ինչ մեծ ես դու, որ սրբությունը քո չի բաժանում ինձ քեզնից, այլ ընդունում ես ինձ, և չես մերժում ինձ քեզնից, ճանաչեցնում ես ինձ, որ սեր ես դու, գտած ողորմած ինչ մեծ ես դու, Ուզում եմ մոտենալ քեզ, Հիսուս էլ ավելի, ուզում եմ ճանաչել քեզ, Հիսուս էլ ավելի, ուզում եմ մոտենալ քեզ, Հիսուս էլ ավելի, ուզում եմ ճանաչել քեզ, Հիսուս էլ ավելի, որքան մոտենում եմ քեզ, այնքան մեծ ես դու, որքան ճանաչում եմ քեզ, այնքան հասկանում եմ, որ սեր ես դու, որքան մոտենում եմ քեզ, այնքան քաղցր ես դու, որքան ճանաչում եմ քեզ, այնքան հասկանում եմ նորովի քեզն եմ, որ սրբությունը քո չի բաժանում ինձ քեզնից, այլ ընդունում ես ինձ, և չես մերժում ինձ քեզնից, ճանաչեցնում ես ինձ, որ սեր ես դու, գտած ողորմած ինչ մեծ ես դու, որ սրբությունը քո չի բաժանում ինձ քեզնից, այլ ընդունում ես ինձ, և չես մերժում ինձ քեզնից, ճանաչեցնում ես ինձ, որ սեր ես դու, գտած ողորմած ինչ մեծ ես դու,
մեծ ես դու, որքան ճանաչում եմ քեզ, այնքան սեր ես դու, ինչքան տեղ ունենք դեռ մոտենալու և ճանաչելու, ամեն։ Շարունակենք փառաբանել, թե հանգիստ չես սիրտդ և տանջվում ես դու, քեզ կանգուն պահող ուժն է Սուրբ։ Թե հանգիստ չես սիրտդ և տանջվում ես դու, քեզ կանգուն պահողը ուժն է Սուրբ Հոգու, ով Աստծո հոգուց է կյանք և ուժ գտնում, նա գոտե պնդվում է ու սրտանց երգում, թե դու մեր հույսն ես, դու պահպանում ես մեզ, դու միշտ մեր կողքին ես, օրհնակ ես մեզ, նեղության պահին ես, դու մեզ կառաջնորդես, ով Տեր բավական է, քո շնորհքը մեզ, Տեր դու մեր հույսն ես, դու պահպանում ես մեզ, դու միշտ մեր կողքին ես, օրհնակ ես մեզ, նեղության պահին ես, դու մեզ կառաջնորդես, ով Տեր բավական է, քո շնորհքը մեզ։ Պողոս առաքյալին ասեց, չէ, իմ շնորհքը քեզ բավական է։ Ում հոգում Հիսուսն է, սիրտն է միշտ երգում, Տերն է իմ բաժինը, Տերն է ինձ պահում, և կանչեմ լսում է, և արձագանքում, Տերն իր բարությամբ է, ինձ շրջապատում, Տերն ու մեր հույսն է, դու պահպանում ես մեզ, դու միշտ մեր կողքին ես, օրհնակ ես մեզ, նեղության պահին ես, դու մեզ կառաջնորդես, ով Տեր բավական է, քո շնորհքը մեզ, Տեր դու մեր հույսն ես, դու պահպանում ես մեզ, դու միշտ մեր կողքին ես, օրհնակ ես մեզ, նեղության պահին ես, դու մեզ կառաջնորդես, ով Տեր բավական է, քո շնորհքը մեզ։ Եվ անգամ թրջնի պես, երբ անցնենք ճամփա, մեզ դիմավորողը Տերն է մեր արքա, և նա ում ձեռքում է տիեզերքը ով հաջողություն տա մեզ պահի առողջ, բոլորս միասին, Տեր դու մեր հույսն ես, դու պահպանում ես մեզ, դու միշտ մեր կողքին ես, օրհնակ ես մեզ, նեղության պահին ես, դու մեզ կառաջնորդես, ով Տեր բավական է, քո շնորհքը մեզ, Տեր դու մեր հույսն ես,
շնորհակալ ենք Աշոտ եղբայր, միշտ պատրաստես մեզ քո գեղեցիկ ձայնով, բողական իմաստությամբ մեզի օգնելու, Տերոջը խոսքով շնորհակալ ենք։ Ինչպես եք, քույրեր եղբայրներ, Փառք Հիսուսին, իր տան մեջ ենք, իր ներկայության մեջ ենք։ Այս բան ընդհանրապես Բաչի եղբայրը կսկսի, բայց քանի որ ինչպես տեսնում եք, ունենք բացականեր, թե Բաչի եղբայրը ընտանիքով, ամենասես եղբայրը, եւ շատերը, որ արձակուրդի մեջ են եւ տարբեր պատճառներով, բայց մնացածս, որ այստեղ ենք, օրհնված ենք արդեն, օրհնվում ենք եւ Տերը իրենց էլ օրհնի իրենց տեղերի մեջ։ Մեկ համար կուզեմ կարդալ Աստծո խոսքից, կարդում ենք այս համարներ, այս տողերը շատ անգամ, բայց եւս մեկ անգամ վերհիշելու համար Ղուկաս գրքի Ավետարանի 6-րդ եւ 38 համարը միայն մեկ համար ասում է, որ տվեք եւ կտրվի ձեզ, ձեր գոգը կլցվի լավ չափով, լեփ լեցուն առատ, որովհետեւ ինչ չափով որ չափեք, նույնպես էլ ձեզ կչափվի։ Ամեն, ամեն այս խոսքերի համար եւ գիտեք ինչ, Աստված եւ Հիսուս, որ աշխարհ եկավ, ինչ որ խոսեց եւ ինչ որ ասեց եւ ինչ որ պատվիրեց, ինքը կատարեց։ Միայն չհասավ աշխարհային մեր այս բոսերի, եթե ինչ որտեղ կաշխատում եք կամ նույնիսկ մեր կառավարության մարդիկ, որ մարդկանց այս օրենքը պահեք, այս երեք, որ ձեզի լավ լինի, բայց իրենք չեն անում։ Շատերս վստահ եմ գիտեք եւ ծանոթ եք այդ վիճավայրին եւ այդ գործունեությանը, ինչպես կատարվում է աշխարհի մեջ, բայց Աստված Հիսուս ինքը ինչ որ ասեց, ինչ որ պատվիրեց եւ ինքը կատարեց եւ մեզ թողեց, որպեսզի մենք էլ պատվիրանները շարունակենք պահելու եւ կատարելու եւ այս տվեքը իհարկե մենք հիմա այս պահին ուզենք մեր նվերներով Տերոջը առջև գալ եւ Տերոջը տալ մեր ընծաները Տերոջը օրհնություններից քաղած, որպեսզի եկեղեցի գործնական եւ նյութական հարցերը, որ բավական են, բոլորս էլ ծանոթ ենք ինչպես ծախսեր կան, որպեսզի փոխանք այդ ծախսերը Տերոջը օրհնությամբ եւ ձեր նվիրատվությամբ, սակայն այս տալը միայն նորից եմ կրկնում, Աստված նախ տվեց, իր միածինը տվեց, իր կյանքը տվեց մեզ համար, իր սերը տվեց, իր շնորհքը, ինչպես երգեցինք, մեզ հույս տվեց, մեզ հավատք տվեց, մեզ ողորմեց, մեզ գթած, ինչքան բարիք կար Աստված մեզ շնորհեց եւ տվեց եւ գեղեցիկ օրինակ այսօր Արշակ եղբայրը, որ չքարոզեց, Աստծո խոսքից համար չասեց այդ տղաներին, բայց սեր ցույց տվեց եւ այդ սիրո արդյունքը այդ տղաները ցանկացան, որ իր եկեղեցին գնալ եւ ինչպես գեղեցիկ օրինակ, որ մենք էլ այդ տալը միայն դրամը չէ, այո դրամն էլ է, բայց նաեւ մի քանի կաֆի առնելով եւ այդ սերը ցույց տալով, թե գործնականապես եւ թե վստահ եմ գեղեցիկ ժպիտով եւ վերաբերմունքով տղաներին փափագ առաջացավ իրանց մեջ Աստվածային այդ սերը, որ իրենք էլ իր քացած եկեղեցին գնան։ Գեղեցիկ վկայություն եւ օրհնություն, շնորհակալ ենք, որ բաժնեցիք Արշակ եղբայրներիզի հետ։ Եվ ահա այս պահն է, որ Տերոջը նվիրենք իրեն մեզ տվածից եւ ասում է, որ տվեք եւ առատ ձևով տրվեք եւ ձեր գոգերը կլցվեն շատ մեծ չափով, լեփ լեցուն առատ եւ որովհետեւ ինչ որ տակ այդպես էլ ձեզի պիտի տրվի։ Ամեն։ Եղբայրները առջև կան։ Սակո ջան Աղոթենք, սիրելի երկնավոր Հայր, Տեր շնորհակալ ենք եւ երախտապարտ եւ գոհանում ենք քեզանից Տեր, որ ամեն օր մեզի հոգ ես տանում, ամեն օր մեզի հետ ես Տեր Աստված եւ երբեք թողած չես եւ չես թողնում եւ նեղության մեջ էլ միշտ օգնական ես Տեր Աստված եւ նաեւ օրհնում ես մեզի տարբեր տեսակի բարիքներով եւ չենք ուզում ապերախ գտնվել եւ ուզում ենք բաժին վերցնել քեզ համար, տալ քեզ եւ Աստված մեր ստացածից Տեր Աստված լավագույնը, որպեսզի առնես, օրհնես, բազմապատկես եւ լինի օրհնություն
եկեղեցի համար, շատ ամահոգիներին եւ տարբեր տեսակի ծառայության մեջ գործածի Տեր Աստված դու տաս եւ օրհնես տվողներին եւ նաեւ տվածը եւ թող գործածվի միմիայն քո փառքի համար Տեր Հիսուսի անունով բարի գալուս եւ կարծեմ արդեն շարունակենք շատ նորություն չունենք եւ կարծեմ վիդեո ունենք ներսես երկարից Աշոտ եղբայրը վիդեո միացնես իսկ արժե անգլերեն ունենք նաեւ երկելու այդ էլ ես պիտի առաջնորդեմ ես մոռացա բայց միասին այո ես գեղեցիկ երգ ունենք երգենք այո որ մի քանի բան ես անում մի քանի բան էլ մեջտեղից մոռանում ես կներեք բայց այո, այս գեղեցիկ երգը երկարաժամանակ չենք երգել My Jesus, my Savior, Lord, there is none like you իրոք մեր Հիսուսի նմանը չկա եւ օրհնենք Տերոջը այս գեղեցիկ երգով միասին Take
եւ վստահել Տիրոջը խոստումներին։ Երեք վիդեոներ կան, որ ուղարկել եմ ես Ներսես եղբայրը։ Վայելույս ձեզ եկեղեցի, հույսով եմ դուք լավ եք Տիրոջով եւ այս առավոտ դուք օրհնվելու եք մեր եղբոր միջոցով Աշոտ Մարտիրոսյանը։ Սել ուզում եմ մի բան ասեմ, հանկարծ չասեք, Աշոտ եղբայրը ամիսը մի անգամ գալիս է, երկու ամիսը մեկ անգամ գալիս է, նայեք երկրներ կան Եվրոպայից հրավերներ են գալիս, որ անհապեր սպասում են։ Այսինքն don't get spoiled, վայելեք մեր եղբոր հարաբանությունը, երկրպագությունը եւ Աստծո խոսքը, որ ձեզ փոխանցելու է։ Ասեցի մի երկու կադրեր ուղարկեմ, ծառայությունները հոյակապ ձևով անցնում են, կոնֆերենց անցկացրեցինք 3 եւ հոյակապ խոսացողներ կային, ֆուտբոլիստ, բոքսեր, շատ լավներ, դերասան, հոգեվոր եւ քաջալերված էին, մոտորապես 50 հատ երեխա ունենք եւ այս եկողշաբաթվա մեջը ճամբարն ենք անելու եւ հոյակապ ժամանակ անցան, Տեր օրհնի ձեզ եւ մի խոսք էլ իմ կոֆեի բաժակի կողմից ձեզի ուղարկել, դա ասում եմ, որ Աստված ստեղծեց ամեն ինչ գեղեցիկ, God made everything beautiful, հետի ձեր մասին է խոսում, Տերը ստեղծեց ձեզ բոլորին գեղեցիկ, օրհնյալ օր ձեզ սիրելիներ։ Երկրորդ վիդեո լայնք հիմա։ Առանց կոմպլեքսների, առանց ամոթների, որինեմ համացավ, բոլոր լավ պահվածքների մեջ, որինեմ համացավ, խոսքի մեջ, իմ կյանքում, ամեն ճիշտ բանի մեջ, թող որպեսզի ամաչեմ, և որ պիտի մեր գործեմ, ճիշտ բան արելուց, և աղոթում եմ Տեր, խեղճության մտածելակերպը, վերացում գալիս, մաքրի իմ ինքը, որ երբեք մի երբեք, ինձ չնայ որպես խեղճ, ինձ չնայ որպես տկար, ես ամեն բան կարող եմ, ինձ զորացնող, Իսուս Քրիստոսով, առանց կոմպլեքսների, Երրորդ վիդեո հիմա։ Մեր կոնֆերենցը այսօր սկսում է երեխաների նախաճաշով, հյութեր եւ մրգեր, ցույց բողոքված են եւ մեր վայրիների շնորհակալությունը, որ հովանավորեցին այս նախաճաշը։ Մեր կոնֆերենցը այսօր սկսում է երեխաների նախաճաշով։ Լավ, մեր ախորժակը պահենք։ Մեր նյութը այսօր կլինի գնա ամուսնուդ կանչիր։ Դեր խնդրում ենք օրհնես քո խոսքը, օրհնես այս վիդեոները, որ նայեցինք մեր Ներսես եղբորը եւ այս երեխաների, պատանիների սրտի մեջ ցանված սերմերը թող ամուր կպնեն եւ քո թագավորությունը տարածվի նրանց մեջ։ Ամեն։ Գնա ամուսնուդ կանչի ու այստեղ արի։ Այս վերնագիրը նախանցյալ կիրակի մեր մոտ որ դրել էին եւ բաներից մեկն ասեց հոգնած է եկեղեցի չի ուզում գա, հենց կարդացի որ գնա ամուսնուդ կանչի վերցրու արի, ես ինչ հետաքրքիր վերնագիր է եւ վերնագրի համար էլ եկել, բայց օրհնվեց։ Իրականում սա Տեր Հիսուսի խոսքերն են ուղղված Սամարացի կնոջը։ Մենք բոլորս Հովհաննեսի ավետարանի 4-րդ գլխի մեջի պատմությունը հանդիպումը գիտենք,
որ գրված է, որ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկային ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին, եւ այնտեղ գտնվում էր Հակոբի աղբյուրը։ Հիսուսը ճանապարհից հոգնած նստեց այդ աղբյուրի մոտ 6-րդ ժամն էր։ Եվ շարունակում ավետարանի չէ, ասում է, որ Սամարիայից մի կին եկավ ջուր տանելու, այս ժամը բավականին անհարմար ժամ էր, ցերեկվա կեսօրվա ժամը 12-ն էր, պատկերացնում եք, արև, շոգ եւ այլն։ Եվ այս կինը եկավ, ուրիշ մեկը չկար, Տեր Հիսուսն էր նստած ջրորի մոտ, երևի ինքն էլ անակնկալի եկավ, այդ ժամն էր ընտրել, որ մեկը չլինի, բայց դու մի ասա, որ եթե մարդիկ չկան, չի նշանակում, որ Աստված այնտեղ չի։ Եվ Տեր Հիսուսին տեսավ, Տեր Հիսուսը խոսքի բռնվեց այս կնոջ հետ, որը զարմացրեց այս կնոջը։ Տեր Հիսուսն ասեց, որ ինձ խմելու ջուր դուր։ Եվ այս կինը զարմացած ասեց, որ դու հրյա ես եւ ինձ սամարացի կնոջից, ինձանից ջուր ես ուզում խմես։ Եվ շարունակելով խոսակցությունը, Տեր Հիսուսն ասեց, եթե իմանայր ով է քեզ հետ խոսողը, դու ինքդ կուզեիր ջուր, եւ ես կտայի այդ ջուրը, եւ դու այդ ջուրը երբ որ խմես, էլ չես գա ջրի հետևից։ Այն ջուրը, որ դուք եք խմում, նորից կբերի քեզ այստեղ։ Ուրիշ մի ջուր ունեմ ես, որ եթե տամ կխմեք, կինը ավելի զարմացավ, մտածեց, ես ինչի մասին է խոսքը, ասեց դուսկի աման ջուր ես, դու ջուր ես։ Եվ այս ջրհորը շատ խորը ջրհոր է, այս ջրհորը Հակոբի ժամանակներից Հակոբը նվիրեց Հովսեփին շուրջ 1700-1800 տարի առաջ Տեր Հիսուսից, կարող եք պատկերացնել։ Եվ շատ մարդիկ, ովքեր որ եղել են այդ ջրհորը, ասում են, որ 30-ից 40 մետր խորություն ունի, բավականին խորն է, եւ պատկերացրեք 1800 տարի հետո դեռ այդ ջրհորի մեջ ջուր կար։ Եվ ավելին ձեզ ասեմ, այսօր էլ ասում են այդ ջրհորը կա, ուղղափառ հույն եկեղեցի կա սարքած այնտեղ, եւ ջուր կա այդ ջրհորի մեջ։ Եվս 2000 գումարեք եղավ 3800 տարի առաջ։ Եթե նույն ջրհորն է կամ մի ջուր չեն ճարել, ասել են էսի Հակոբի ջրհորն է, չգիտենք դա, բայց 1800 տարի հետո ջրհորը դեռ ջուր էր տալիս։ Այն ջրհորը, որ Հակոբի մտքով չէր էլ անցել, որ մի օր իր արարիչը Աստված երկիր կիջնի եւ կգա այդ ջրհորի մոտ ծարաված կնստի եւ Հակոբի ջրհորից կուզենա ջուր խմելու։ Ում մտքով կանցնի, տեսեք Աստծո գործերը երբեք չի տեղավորվում մեր բանականության մեջ։ Եվ այս կինը ճիշտ էր ասում, շատ խորն է այս ջրհորը եւ դու էլ աման չունես, ինչպես պիտի ջուր տաս եւ այլն։ Եվ խոսակցությունը, երբ որ սկսեց շարունակել, Տեր Հիսուսը անշուշտ նրան սկսեց խոսել կենդանի ջրի մասին, կինն ասեց, դե լավ դուր, եթե այդ ջրից կա դուր, խմեմ, էլ չգամ այստեղ, եւ անշուշտ ուզում էր հասկանալ ինչի մասին է խոսքը, այստեղ էր որ Տեր Հիսուսը շատ անակնկալ մի բան ասեց, կտամ այդ ջրից, բայց առաջ գնա ամուսնուդ կանչի, եկեք այստեղ եւ այդ ջուրը կտամ։ Պայմանը գնա ամուսնուդ կանչի եւ արի։ Կարծես թե այս կինը բռնվեց, հակարդ ընկավ։ Ես ամուսին չունեմ ասել, սուտ խոսեց։ Ասեց ճիշտ ես ասում, որտեվ 5 հատ ունեցել ես, հիմա որ ունես, քոնը չի։ Կինը շոկ եղավ։ Ինչ գիտես, ով հասցրեց սարի վրա, ջրհորի մոտ իմ պատմությունը, ով իմ դժբախտության վրա ծիծաղեց եւ այլն, չգիտեք ինչ մտածեց, եւ այս ջրհորի մոտ բռնկվեց խորը աստվածաբանական զրույց։ Տեր Հիսուսը սկսեց այս կնոջը բացատրել այնպիսի բաներ, աստվածաբանություն, տաճարի մեջ հոգով պաշտել, ոչ այստեղ, ոչ այնտեղ, Աստված հոգի է, նրան պաշտողները հոգով պիտի լինեն, Մեսիան պիտի գա, եւ ի վերջո ես եմ Մեսիան քո առջև կանգնած, 27 համարներ են այս խոսակցությունը հունարենի մեջ, եւ նոր կտակարանի Տեր Հիսուսի ամենաերկար զրույցն է մի սամարացի կնոջ հետ, կարող եք պատկերացնել։ Մենք կպատկերացնենք, որ Նիկոդեմոսի հետ երկար զրույց լիներ, կամ աշակերտներից որևէ մեկի հետ, Պետրոսի հետ արձանագրված լիներ, անշուշտ երկար զրույցներ Տերը ունեցել է, բայց Սուրբ գրքի մեջ գրված ամենաերկար զրույցը Տեր Հիսուս ունեցել է այս սամարացի կնոջ հետ։ Մի քանի բաներ ուզում եմ վերցնենք այսօր։ Նախ ջրհորի մոտ հանդիպում, սա նորություն չէր։ Հին կտակարանում ջրհորի մոտ հանդիպումները հաճախ անկյունադարձային էին լինում։
Աստված հայտնությամբ, ամուսնությամբ, մարգարեական հանդիպումներ էին լինում։ Դուք հիշում եք Աբրահամի ծառայի եւ Ռեբեկայի հանդիպումը Ծննդոց 24-րդ գլխի մեջ, երբ որ եկել էր ջուր տանելու եւ ծառան ասեց ուխտերիս է, ինձ ջուր տուր, նա ասեց ուխտերից էլ ջուր կտամ, եւ այդտեղ էր որ այս հանդիպումը տեղի ունեցավ, ընտրվեց Ռեբեկան, դարձավ Իսահակի հարսը եւ մենք գիտենք ով է Իսահակը, ով է Հակոբը եւ շարունակությունը։ Նույն պատկերն ենք տեսնում Հակոբի եւ Ռաքելի հանդիպման Ծննդոց 25-րդ գլխի մեջ, երբ որ Հակոբը փախած իր եղբորի ջրորի մոտ հասավ, Ռաքելը այնտեղ էր, բերել էր իր հոր հոտերը ջրելու, դժվարություն ուներ եւ օգնեց եւ Հակոբը սիրահարվեց Ռաքելին։ Դուք կարծում եք Հակոբը քանի տարեկան էր, երբ որ Ռաքելի վրա սիրահարվեց, հանդիպեց։ Ուրեմն մի թիվ ասեք։ Մի հոգնեք։ 77 տարեկան էր այդ ժամանակ Հակոբը։ 7 տարի էր ծառայեց, 84 տարեկանում ամուսնացավ Ռաքելի հետ։ Գնացեք տուն, սերտեկես նյութ կա։ Հաջորդը տեսնում ենք Մովսես եւ Սեփորա հանդիպում Ելից 2-րդ գլուխ 15-ից 22 համարներ հանդիպեց այս աղջկան կամ հովիվները, որոնք եկել են այդտեղ եւ պաշտպանեց Հոթորի աղջիկներին այդտեղի հովիվներից, հետո Հոթորի աղջիկներից մեկը Սեփորան դարձավ իր կինը, ամուսնացավ եւ Մովսեսը արդեն գիտենք ով է։ Ուրեմն այսպիսի մեծ իրադարձություններ են տեղի ունեցել ջրհորների մոտ, հիմա հերթական Տեր Հիսուս եւ Սամարացիքին դարձյալ ջրհոր, դարձյալ խոսակցություն։ Ուրեմն մեծ մի բան պետք է տեղի ունենա։ Եվ այս կինը զարմանալիորեն սկսում է այնպիսի աստվածաբանական մեկնաբանություններ անել, կրոնական զրույց անել, որ սկզբից մտածում ես ինչ հոգևոր կին է։ Մեր հայրերը այստեղ են պաշտել, դուք ասում եք այնտեղ, բայց Հակոբը այս սարն է գնել, Մեսիան պիտի գա, հենց որ Մեսիան գա Քրիստոսը, մեզ ամեն ինչ բացահայտ կասի, որն է ճիշտ, ուր պիտի պաշտենք, սարի վրա, տաճարի մեջ եւ այլն, եւ մի տեսակ, երբ որ ուշադիր ենք լինում, իր կրոնական զրույցի մեջ այս կինը թաքցնում էր մի բան։ Հիսուսն ասեց՝ մի թաքցու, այդ ի՞նչ է ձեռդ, հələ տեսնեմ, գնա ամուսնուդ կանչի։ Խոսակցությունը լավ է, բայց մենք մի բան կա, որ ջրի երես պիտի հանենք։ Եվ դա է քո ամուսինն է, գնա կանչի ամուսնուդ։ Գրված չի, որ այս կինը անբարոյական է, որտեղ հենց ասում ենք 5 հատ մարդ ունեցել, մի հատ էլ հիմա ունի, մենք միանգամից միացնում ենք, չէ, 5 հատ մարդ ոնց է ունեցել։ Շատերն ասում են, որ թերևս մահացել է, նորից է ամուսնացել, միանգամից էլ այդ ժամանակ ասում են մարդ, ես ինչ գլխակեր կնիկ էր 5 մարդ չի դիմացել, կսակվեն մահացել է։ Մյուս տեսանկյունը ձեզ ասեմ, պաշտպանեմ, եղբայրները կարող է չհավանեն։ Այդ օրերին կանայք շատ քիչ իրավունքներ ունեին եւ շատ հաճախ տղամարդիկ արձակման թուղթ էին տալիս, ազատ էին արձակում, ասում են գնա ուրիշ հետ ամուսնացի։ Եվ թերևս ավելի աղքատ, ավելի ցածր մեկը կամ մեկի սիրտը կպնում էր այդ կնոջը, եւ այս կինը կարելի է նկատել նույնիսկ զոհ էր եղել այդ արձակման թղթերի եւ այլն։ Չգիտենք իսկությունը ինչ է։ Օրիգենես անունով եկեղեցական հայ ունենք, որն ասում է, որ այս կնոջ 5 ամուսինը եւ 6-րդը հոգեվոր խորհուրդ պիտի վերցնենք, օրինակ մեկնաբանում է, ասում է, որ սամարացիները հավատում էին Հնգամատյանի Թորային 5 գրքեր, 5 ամուսին ունես, 5 գրքեր ունես։ Հիմա էլ մի աստվածպաշտություն ունես, սամարացիներին է խոսքը, որ խառը մի բան է, քոնը չի։ Դրա համար Տեր Հիսուսը խոսքի մեջ ասում է դուք պաշտում եք նրան, որին չեք էլ ճանաչում, չգիտեք ում եք պաշտում։ Այսինքն այս կնոջ 5 ամուսին եւ 6-րդը շատ նման է սամարացիների հավատքին, կրոնին, կրոնական սիստեմին եւ կարծում եմ որ թե ֆիզիկապես է ունեցել իմ կարծիքն է, բայց նաեւ այս կինը մարմնավորում է բոլոր սամարացիներին։ Ինչու Տեր Հիսուս ասեց գնա ամուսնուդ կանչի։ Մի տեսակ այս կնոջը խայտարակ արեց։ Ես կարծում եմ Տեր Հիսուսն ասեց, որ այն ինչ որ թաքցնում ես, այն ինչը որ ամոթ է քեզ համար, այն ինչի պատճառով դու մարդկանցից խուսափում ես եւ այս ժամին եկել ես ջրհոր, կարիք չկա այլևս թաքցնելու քո ամոթը, քո մեղքը, քո սխալը բեր այստեղ, բեր իմ առաջ, մի թաքցրու, որովհետեւ այդ ամուսինը չակերտավոր ես կվերցնեմ եւ քեզ ամոթից դուրս կհանեմ։ Ես կբժշկեմ քեզ, ես քեզ նոր կյանք կտամ։
քո գաղտնիքները, քո մտքերը, քո կապվածությունները, որ մարդիկ հաճախ չեն տեսնում, Աստված տեսնում է, մենք կարիք չունենք Աստծուց էլ թաքցնենք, նախ երկրորդն մենք չենք էլ կարող Աստծուց մի բան թաքցնել, ամեն։ Դրա համար Աստված ասում է բեր քո ամուսինը, բեր քո մեղքերը, բեր քո գաղտնիքները, ամոթալի բաները, որոնց համար դու նեղվում ես, որոնց պատճառով դու մեկուսացել ես, որոնք քո սիրտդ կրծում են, բայց այսօր ջրհորի մոտ Տեր Հիսուսին հանդիպման պահին դու այդ բոլորը բեր եւ դիր Հիսուսի ոտքերի առաջ։ Այս հարցը դրդեց, որ կինը սուտ խոսի, ես ամուսին չունեմ, կամ կես ճշմարտություն, կես սուտ ասի, ոչինչ, պետք է ճշմարտությունը բացահայտել, պետք է ամեն ինչ պարզ եւ իր անուններով լինի։ Եվ Տեր Հիսուսն ուզեց, որ այս կնոջն ասի, որ դու որ ասում ես ամուսին չունեմ եւ այդպես համոզված ես, այդպես չի։ Դու ընդամենը մեղքի անունն ես փոխել։ Դու ընդամենը քեզ հանգստացնելու համար ուրիշ մի բան ես մտածել, բայց ես քեզ ավելի լավ ճանապարհ ցույց տամ։ Փոխանակ անունը փոխես, հագուստ հագցնես, գեղեցկացնես քո տերությունը, քո ամոթը, բեր իմ առաջ եւ ես բժշկություն կտամ։ Գիտեք, պատմությունը այդպես էլ չի ասում, այդ կինը ամուսնուն բերեց, թե չբերեց, բայց որ քաղաքին բերեց Հիսուսի մոտ, դա հաստատ գրված է։ Գնաց սուքար եւ կանչեց ժողովրդին եւ զարմանալի ասեց. եկեք տեսեք մեկին, ես լինեք կանգնես տեղ, ասեմ, որ Քրիստոսն է։ Գիտեք ինչ ասում է կինը, ասում է, որ իմ բոլոր արածները ինձ պատմեց, հրապարակային խոստովանեց, հրապարակային ասեց, առանց ամաչելու, որտեղ երբ որ մեկը Հիսուսին հանդիպում է, Հիսուսը վերցնում է այդ ամբողջ ծանրությունը նրա վրայից, մեկը, որ իմ արածները ինձ պատմեց, ինչ ես արել, դուք գիտեք, բայց ինքը ավելի լավ գիտեր եւ ինքը պատմեց իմ արածները։ Սա հանդիպում է կենդանի Աստծո հետ։ Ինչու Հիսուսը ասեց գնա։ Այս գնան կարևոր պատվեր է մեզ բոլորի սիրելիներ։ Մենք բոլորս ուզում ենք մնանք։ Եկել ենք, օրհնվել ենք, վերցրել ենք եւ չենք ուզում կտրվենք։ Բայց գիտեք, հոգեվոր պատգամը մի քիչ տարբեր է։ Հիմա որ գտար, մի նստիր։ Հիմա որ ունես, մի պահիր։ Գնա եւ օրհնությունը կիսիր ուրիշների հետ։ Քաղաք իջի, բայց դեռ կլինի ուրիշ քաղաք գնա, որտեղ այս քաղաքում ինձ բոլորը ճանաչում են, իմ մարդիկ կան, 5 հատ մարդ, չեմ բանում, ինչ խոսակցություններ կա իմ մասին, ով ինձ կլսի, գնա հենց այդ տեղը, այդ վայրը, զարմանալի է։ Աստված ինչ հիանալի կերպով է գործում։ Մենք կարծում ենք, որ մեր մարդկային ամոթը, մեր մարդկային հեղինակությունը կխանգարի, Աստված ասում է, ոչ, հետ գնա եւ կանչիր այդ քաղաքին կամ քո ամուսնուն։ Չի ասում գնա էլ մի արի, գնա եւ եկ այստեղ, վերադարձի այստեղ։ Այս եկն էլ կարևոր է սիրելիներ, որտեղ եթե ասեն գնա, շատ թերի կլիներ, անհույս կլիներ։ Գնա կանչի եւ եկ։ Երբ որ ճշմարտությունը մենք գտնում ենք եւ տանում ենք մարդկանց ենք տալիս, այդ ճշմարտությունը օգնում է, որ միասին ետ վերադառնանք։ Ետ գանք, բերենք դեպի Քրիստոսը եւ նրա մոտ կենդանի ջուրը կա։ Կանչիր ամուսնուց, այս բանի մասին շատ մտածենք սիրելիներ։ Լավ ասացին, որ ես ամուսին չունեմ։ Աստված չի ընդունում կիսատ ճշմարտություն։ Նա մեզ կանչում է, որպեսզի բացահայտվի ամբողջ ճշմարտությունը։ Նա մեզ չի ասում, որ լավ, ասեցին, քո ասացի պես լինի, այլ նա ասում է, արի, մինչև վերջ շարունակենք, մինչև խորքը գնանք։ Ճիշտ գիտեք, բժիշկներ կան, որ մակերեսային բուժում կարող են անել, բայց ներսը մնա հիվանդությունը եւ հետո նորից խնդիր տա։ Բայց եթե ուզում ենք, որ լավ բժշկվենք, շատ հաճախ գիտեք վիրահատողներ ասում են, մի քիչ խորը պիտի գնանք, մի քիչ ցավոտ պիտի լինի, բայց ուզում ենք արմատով, ամբողջությամբ եւ ապահով զգանք։ Տեր Հիսուսը ճիշտ այս մեթոդն է օգտագործում։ Մի թաքցրու, բացի ճշմարտությունը, արի եւ կանգնի եւ միասին պիտի փոխենք։ Կեղծ ինքնություն, կախվածություն, մեղք, ամոթ, ինչ որ ունենք, այս բոլորը բերենք Հիսուսի մոտ։ Հետաքրքիր է, որ նկատել եք վստահ եմ, այս կին ասում է կուժը թողեց ու վազեց քաղաք։ Կուժը ինչ ես թողում, մարդ կուժը թանկ բան է, չէ՞։ Այս կինը ինչի համար որ եկել էր, մոռացավ։ Կուժն էլ մոռացավ, ջուրն էլ մոռացավ։ Հիսուսի հետ հանդիպումը այնպիսի հոգևոր բերկրություն տվեց իրեն եւ զարմանք, որ գլուխը
կորցրեց կարելի ասել։ Ուժը մոռացավ, ամանը թողեց ու վազեց դեպի քաղաք։ Այս ուժը կարող է խորհրդանշել այն բոլոր բաները, որոնք կախված են մեր հին կյանքի հետ։ Այն բոլոր ծարավները, այն սովորությունները, որոնք կախված են մեր մարմնավոր վիճակի հետ։ Երբ որ Քրիստոսին հանդիպում ենք, ուժը թողենք այնտեղ։ Ուժը կարիք չկա տանելու, որտեղ այդ ուժը այլևս մեզ պետք չկա։ Հիսուսն ասեց, որ իմ ուժից եթե խմես, իմ ջրից խմես, հավիտյան չես ծարավի։ Կոկա-կոլան շատ մեծ ռեկլամ ունի, գիտեք, եւ իր ռեկլամի չափը կարծեմ բոլորին հաղթել է աշխարհում, երևի երկրագնդում էլ տեղ չի մնացել ջունգլիներում, չգիտեմ, Աֆրիկաներում, որ Կոկա-կոլայի մասին չլսեն, եւ իր նպատակն է, որ ամբողջ մոլորակը լսի այս Կոկա-կոլայի մասին, որպես զովացուցիչ խմիչ, որ խմես, մի անգամ խմես, ելի կխմես։ Ես Կոկա-կոլա չեմ խմում, չգիտեմ դուք խմեք թե չէ, մի անգամ տեսա ինչքան շաքար կա մեջը, սիրտս կանգնեց։ Բայց մարդկանց կապում է այս խմիչքը, զովացնում է, ակնթարթային ուրախություն է տալիս, զվարթություն է տալիս։ Բայց Հիսուսի ջուրը որ խմենք։ Իսկ Հիսուսի ջրի մասին ամբողջ մոլորակը գիտի, մարդկությունը գիտի, այ սրա ռեկլամը, սրա գովազդը մեր բոլորի պարտականությունն է, որ կա մի ջուր, եթե խմես, հավիտյան չես ծարավի։ Կինը ասում է եկեք եւ տեսեք։ Ինչու մարդիկ հավատացին այս կնոջը։ Մեկը որ 5 մարդ է փոխել, բայց դրա ասածին կհավատան, բայց եկան ասում է, եկան, տեսան Հիսուսին եւ զանգվածային արտնություն եղավ հեթանոսական ոչ հрьяաների մեջ, հեթանոս չեն այդքան էլ։ Ուրեմն այս կնոջը հավատացին, գիտեք ինչին հավատացին, խոսքերին չէ, իր երջանկությանը, իր հայացքին, իր տպավորությանը, իր այդ ամոթը արհամարելուն, իմ մասին ամեն ինչ գիտի։ Տեսան, որ այս կնոջը լուրջ բան է տեղի ունեցել։ Գիտեք, երբ որ մենք մարդկանց պատմում ենք, վկայում ենք իմիջայլոց, անգիր արած բառեր, ես չեմ դատում, բայց շատ անգամ տեսնում եմ մարդիկ բաներ են քարոզում, անգիր արած, նույն ֆրազաները կրկնում են։ Բայց երբ որ դա վերապրել ես, դա անցել է քո կյանքի մեջ, երբ որ դու խոսում ես մեկի մասին, ով քո կյանքը փոխել է, եւ դու ոչ թե զգացմունք ես առաջացնում, ոչ թե մարդկանց զգացմունքների վրա, բայց մարդիկ նայում են, գիտեն, որ սա իրական է, սա կեղծ չի, սրա մեջ բան է տեղի ունեցել։ Այդ վկայությունը ունենում է ազդեցություն։ Եվ այս կնոջ վկայությամբ եկան եւ տեսան եւ մի մարդու վկայությամբ արտնություն սկսեց այդ քաղաքի մեջ։ Դուք ասում եք մի մարդը ինչ կարող անի։ Տեսա՞ք ինչ արեց։ Մի հոգին ինչ կարող անի։ Մեծ արտնության պատճառ կարող դառնա։ Երբ որ մենք էլ այս կնոջ նման իրոք մեր կյանքերը հանձնենք եւ մեր ամուսնուն կանչենք բերենք։ Մենք մի քույր ունենք, Ջուլի քույրը ամուսինը մահացավ 2 ամիս առաջ թաղել ենք։ Եկավ այս բանին, ասեց, «Ես վերնակին ասում գնա ամուսնուդ կանչի արի»։ Ամուսինս մեռել է, որտեղ ես կանչեմ։ Ասի այդ ամուսնու մասին չի արի Ջուլի ջան։ Ուրիշ մի ամուսին կա որ պետք է բերենք։ Դա մեր թաքցրած մեղքերն են։ Ուրիշ մի բան որ աչքս բռնեց, վստահ եմ դուք եք տեսել եք։ Հովանեսը մանրակրկիտ գրում է ջրհորը, խորությունը, Հակոբը, տաճարը, քաղաքի անունը, ամեն ինչ գրում է, բայց այս կնոջ անունը գրված չի։ Կարծում եք սա վրիպում է, չեմ կարծում որ վրիպում է։ Էլի ուղղափառ եկեղեցին անուն է դրել, Ֆոթին է, այս կնոջը, հետագայում, որտեղից է վերցրել, չգիտեմ, բայց հետաքրքիր է, որ ավետարանը չի նշում անուն։ Չի նշում անուն, կարծեմ երկու իմաստ կարող ենք վերցնել մեզ համար։ Առաջին, Հովանես Առաքյալը չի ուզում այս կնոջ մասին բացահայտ խոսել։ Աստված կարող է բացահայտ խոսի, բայց ինքը կարծես օրինակ է տալիս մեզ, լավ լսեք եղբայրներ քույրեր, որ մենք ամեն մարդու մասին ամեն լսածը իրավունք չունենք, բարձրաձայնենք եւ մարդուն վարկաբեկենք, մարդու վարքին կպնենք եւ մարդուն վնասանք։ Մի կին եկավ ասում է։ Այսօր հələ մենք մեկի մասին մի բան լսենք, մի շաբաթ փորներից մեջ չենք կարող պահել, մի ձևի բզբզենք, կանենք հարց ու փորձը կտանք, միջև որ դուրս հանենք գաղտնիքը։ Հովանեսն ասում է մի կին։ Եկեք մենք սովորենք Հովանեսից, սիրելիներ։ Ծածկելը կարևոր է, ամեն, փակելը կարևոր է, չէ՞։ Նոյի պատմությունը բոլորդ գիտեք։
Նոյը հավատքով փրկություն բերեց մեզ եւ Նոյը իր ընտանիքով տապան մտավ, եթե չհավատար տապանը չսարքեր մարդկային ցեղուր պիտի լիներ։ Այդ մեկ արդարը, այդ մեկ հավատացյալը եւ երբ որ անցավ ջրեղեղը, վտանգը, մեծ փորձությունը անցավ, գրված է որ Նոյը գինով ցավ, վրանի մեջ մերկացավ եւ ինչ եղավ, քամը եկավ որդիներից, տեսավ որ մերկությունը եւ գնաց պատմեց իր եղբայրներին։ Այնտեղ դաժան բան է գրված, ասում է որ Նոյը սթափվեց այդ գինուց, իմացավ ինչ էր տեղի ունեցել, հետաքրքիր անեծք արեց, ասեց Քանանը ծառա պիտի լինի։ Քանանը գիտեք ով էր, Քամի 4-րդ որդին, 4 որդիներից վերջինը, Քամի որդի Քանանը, Քամին չի ասում։ Բայց ընդհանուր պատմությունը սա է, որ մյուս երկու զավակները Սեմը եւ Հաբետը ծածկեցին իրենց հորը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Աստծո մարդու նահապետի, քահանայապետի, որտեղ Նոյը պարզի մեկը չէր, քիչ առաջ ողջ մարդկության փրկության միջոց դարած մարդուն վարքաբեկեց իր իսկ ընտանիքի անդամը, իր զավակը սխալվել էր, թերացել էր, միամիտ էր եղել Նոյը, չէր հասկացել, որ գինին այդպես կլինի, չգիտենք պատմությունը, չենք եք ուզում մեջը մտնենք, բայց արածը բավականին վատ արարք էր։ Այստեղ Հովհաննեսն ասում է մի կին եւ չի շարունակում։ Եվ երկրորդ, կարծեմ այս կինը նաեւ հավաքական կերպար է, դրա համար այդ կինը մենք ենք։ Սամարացի կինը մենք ենք, որ պետք է գանք եւ ջրորից ջուր վերցնենք։ Ինչ ենք սովորում այսօրվա այս պատմությունից։ Այսօր Հիսուսը նույն խոսքը ուղղում է ինձ եւ քեզ։ Գնա կանչիր, բեր այն, ինչ թաքցնում ես։ Ինչը ամոթալ է քեզ համար։ Դա քո ամուսինն է, դա քո մեղքն է, դա քո սխալն է։ Ինչ գաղտնիք ունես, ինչ բաներ ունես, որ քեզ կրծում են, այդ մի թաքցրու, բեր եւ դուր Աստծուն։ Հիսուսը սպասում է ոչ թե կատարյալ մարդկանց, այլ մի մարդու, ով համարձակվում է վեր հանել իր ամոթները։ Կատարյալ մարդ նախ ասեք, կա թե չկա, գոյություն չունի։ Բայց երբ որ մենք գալիս ենք, մեր թերությունները տալիս ենք Տիրոջը, իր կատարելության կնիքն ենք ստանում իր կողմից։ Ուրեմն Տերը օրհնի մեզ, թող ամեն մեկս կանչենք եւ բերենք այն, ինչը որ թաքցնում ենք Աստծուց, բերենք իր առաջ եւ կազատագրվենք եւ կքանդվի ամեն կապերը եւ մենք կարող ենք վկայել ու պատմել Հիսուսի մասին։ Ամեն։ Երբ պիտի երկենք դարձյալ միասին եւ երկին էլ բավականին գեղեցիկ երգ է, միասին կերկենք եւ վերջին աղոթքը կարծում եմ անմագիստր մեզ կառաջորդի։ Հարցնել մարդիկ հաճախ, ուր է անոր գալուստը, եւ անոր է մարդկանց պատիժ, արագահաս կորուստը, կհարցնել մարդիկ հաճախ, ուր է անոր գալուստը, եւ անոր է մարդկանց պատիժ, արագահաս կորուստը, ահա կուգան կսետերը, պիտի նայեն քո գործերը, պիտի քննեն սրտի սերը, աչ պիտի կանգնեն իմ գառները, ահա կուգան կսետերը, Srdce, až
կանգնած շարունակենք, կանգնած երթևնած։ Ինչպես օրերում Սուրբ Նոյի, որ կաղաչեր մտնել տապան, նույնպես այսօր մեր օրերում կանչում է մեզ Հիսուս արքա, ինչպես օրերում Սուրբ Նոյի, որ կաղաչեր մտնել տապան, նույնպես այսօր մեր օրերում կանչում է մեզ Հիսուս արքա, արդեն փակեց սրտիդ դուռը, բաց որ մտնել Հիսուս Տերը, կմոռանաս քո ցավերը, կմոռանաս քո վշտերը, ահա փակեց սրտիդ դուռը, բաց որ մտնել Հիսուս Տերը, կմոռանաս քո ցավերը, կմոռանաս քո վշտերը։ Բաց որ մտնել Հիսուս Տերը, կմոռանաս քո ցավերը։ Երբ որ հնչի հողը վերջի, պիտի իջնի Աստծո որդի, իր մոտ տանի իր սուրբերի, պիտի դատի ողջ աշխարհի միած երկեր։ Երբ որ հնչի հողը վերջի, պիտի իջնի Աստծո որդի, իր մոտ տանի իր սուրբերի, պիտի դատի ողջ աշխարհը։ Հիմա դատիր ինձի քեզ, ապաշխարիր որ փրկես, դատաստանից ազատ լինես, Հիսուսի հետ հավերժ ապրես։ Հիմա դատիր ինձի քեզ, ապաշխարի, որ փրկվես, դատաստանից ազատ լինես, Հիսուսի հետ հավերժ ապրես։ Շնորհակալ ենք երկնավոր Հայր, Տեր շնորհակալ ենք, որ այսօր մեզի խոսք ուներ խոսելու եւ պատահական չէր ով Տեր, որ այս խոսքը խոսեցիր մեզ քո որդուի միջոցով Տեր Աստված եւ որ ամեն մեկս ով Տեր քննենք ինչպես այս երկի վերջի տողերով Տեր մենք ինքնից քննենք եւ եթե կան ծածուկ մեղքեր սխալներ, որ մենք գիտենք միայն ով Տեր եւ չենք եկած քո առջև, չենք բերել քեզի եւ մեզ ճնշում է միշտ եւ նեղություն է պատճառում, բայց չենք համարձակվում ով Աստված քեզի գալու Տեր դուր Տեր, որ այսօր մենք կարողանանք այդ համարձակությունը ունենալ եւ խնդրել քեզի, որ մեզ ներես Տեր Աստված, խնդրել եւ քեզի բերել ով Տեր մեր ծածուկ սխալներն ու մեղքերը ով Տեր եւ Տեր դու մեզ չես քննադատում, պատժում ով Աստված, այլ քո սերն ես ցույց տալիս ով Աստված եւ որքան շնորհակալ ենք եւ երախտապարտ որ Տեր քեզի գալով Տեր Աստված, քեզի պատմելով մեր սխալները, մեր մեղքերը, մեր պետքերը դու մեզ խաղաղություն ես տալի, դու մեզ հանգիստ ես տալի, դու մեզ մեղքերին մեր մեղքերը ներում ես Տեր Աստված եւ կարող ենք գալու քեզ եւ այդպիսի հայր ունենք մեր որ մեր վիճակը գիտե, բայց կուզե որ մենք իրեն գանք եւ իրեն բերենք մեր խնդիրները, հարցերը, նամանավանդ մեր մեղքերը, որպեսզի ներում ստանանք եւ ազատագրվենք Տեր Աստված։ Օգնեմ ինձ
որպեսզի ավելի հավատքով եւ համարձակությամբ քեզ գանք ողտեր եւ ազատագրվենք, որպեսզի ազատված եւ ազատագրված ուրախ հոգիով Տեր Աստված Սուրբ Հոգով լեցված կարողանանք քեզի վկայել եւ շատերին պատմել քո մասին եւ հրավիրել դեպի քեզ Տեր Աստված, որ շատերն էլ քեզի ընդունեն, հավատան եւ փրկվին Տեր Աստված։ Եվ օրհնես մեզ, օրհնես Տեր քո խոսքը ամեն մեկիս համար եւ անոնք, որ պետք է լսեն այս խոսքը Տեր։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, մեր Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու գեղեցիկ հաղորդակցությունն, առաջնորդությունը մեզի հետ երթա հավիցենս։ Ամեն։